Սկզբում ներկա բացակա 75-ի փոխարեն 55-ն է եկել։ Երկուսն էլ ավականու կազմից դուրս գալու դիմում են ներկայացրել։ Տարոն Մարգարյանը ավականու երկրորդ նիստին հայտարարեց, հրաժարված падգամավորները ԲՀԿ-ից են։ Ավականու օրակարգում 19 հարց կար։ Ամիրյան 5 հասցեում կտեղադրվի տնտեսագետ Վլադիմիր Հայրապետյանի հուշատախտակը։ Օղակաձև այգու 3-րդ շղթայում էլ հուշակոթող նվիրված 20-րդ դարասկզբին զոհված եզդիներին։ Իսկ Գայի Պողոտայի հարակից այգին նախատեսվում է անվանակոչել Թաթուլ Կրպեյանի անունով։ Ավականու բոլոր անդամներին տրամադրված է եղել ավականու որոշման նախագիծը եւ կից փաստաթղթերը, որևէ այլ առաջարկություն չի եղել։ Մայրաքաղաքի արձանները ավելացնելուն ավականու անդամները դեմ չեղան։ Հաջորդը նախորդ տարվա բյուջեի կատարողականն էր։ Քաղաքապետի տեղակալը ներկայացրեց, Բարև Երևանը առարկեց։ Բաց թողումներ կան, թվերն էլ լղոզված են, հայտարարեց խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Փոխքաղաքապետը ընդդիմացավ։ Այս 5 ծրագրերը մի ձև ենք տեսնում, փողոցը ինչ վիճակում է։ Եզրաքարերն էլ հետը։ Եվ այս ամբողջի վրա ծախսվել է 10 միլիարդ դրամ։ Ուզում եմ հասկանալ, աուդիտը կոնկրետ այս ծրագրերի վերաբերյալ ինչ է ասել։ Աուդիտը տվել է իր դրական եզրակացությունը եւ եթե ես ուղղակի ձեր մեջ վերած ծրագրերից մի երկու բառով ասեմ, եթե նույնիսկ այդ ծրագրերը դիտարկեինք մի անունով, դրանից միևնույն բովանդակությունը չէր փոխվում։ Բյուջեի գումարները հիմնականում ուղղվել են մշակութային, կրթական, առողջապահական միջոցառումներին ու ճանապարհների ասֆալտապատմանը, երթուղայինների նորոգմանը։ Արմեն Մարտիրոսյանին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը չհամոզեց։ Ինքն ավելի լավ է տեսնում երթուղայինների վիճակը։ Մի շարք խնդիրներ մեր մոտ այդպես էլ չեն լուծվում։ Հատկապես տրանսպորտի հետ կապված խնդիրը, ես ինքս երբեմն օգտվում եմ, այդպես էլ խնդիրը չի լուծվում։ Բյուջեի կատարողականն ու օրակարգի բոլոր հարցերը ընդունվեցին։ Այդա Կարապետյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։